Եթե կարելի է, ես ռուսերեն մի ձևակերպում անեմ, ասում է «Деньги не пахнут» եւ Կարսնին, Թակեր Կարսնին իհարկե լրացուցիչ գումարները բնականաբար չեն վնասելու, սա մեկ։ Երկրորդ Նարեկ Կարապետյանի PR խումբը եւ նրա կազմակերպչական այսպես կոլեկտիվը ըստ երևույթին որոշել է, որ պետք է քայլ ձիով անի եւ չգիտեմ պարտության մատնի կամ կանխորոշի ապագա ընտրությունների ելքը, բայց գիտեք Նարեկ Կարապետյանի թիմը, նրա խորհրդատուները եւ առհասարակ այդ նրան մոտիվացնող մարդիկ մի շատ կարեւոր բան մոռացել են ըստ երևույթին հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունում որոշիչ ձայն ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Թակեր Կարսնի հետ հարցազրույց կվարի, հետո կգնա, չգիտեմ, Եգիպտոսում մումիաների կողքին կնկարվի, հետո կգնա, չգիտեմ, Հռոմի Պապի հետ կնկարվի, հետո Վենետիկում գուցե ցանկանա, չգիտեմ, այդ ջրի վրայով քայլել եւ դարձյալ իր դարակազմի քաղաքական ձևակերպումները անել, միևնույն է Հայաստանի Հանրապետությունում 18 թվականից հետո իշխանություններին հայ ժողովուրդը կարող է քննադատել տարբեր ռեֆորմներ ուշացնելու կամ դանդաղանելու մեջ կամ արդարադատության մարմինների, չգիտեմ, վեթինգ անել չանել մեջ եւ բայց նա չի կարող, հայ ժողովուրդը չի կարող մեզ մեղադրել, որ մենք աչքի լույսի պես պահում ենք մեր կարևոր քաղաքական հանձնարարությունը եւ խոստումը նրանց, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները այլևս չեն կեղծվելու